Բարև ձեզ, Արմատ մեդիայի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցել եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանի հետ, Տիկին Վարդանյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տիկին Վարդանյան, նախ սկսենք Բարգավաճ Հայաստան կուսակցության քայլերից, գիտենք, որ դիմել եք կենտրոնական ընտրական հանձնաժողով վերահաշվարկի համար, այդ գործընթացը ընթացքի մեջ է, եթե չեմ սխալվում, ամսի 14-ին է արդեն վերջնական ամփոփվելու տվյալները։ Այս պահին ունեք որոշակի տվյալներ, քանի որ նիստերը կայանում են, քանի ձայն է ի վերջո Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստանալու ավել։ Տեսեք, մենք ունենք երկու հարթությունում խնդիր։ Հարթություններից մեկը այն է, որ ամրագրված ձայները կենտրոնական ընտրական հանձնաժողովը սխալ էր անցկացրել։ Եվ այս պարագայում գրեթե 100-ից ավել ձայն կորել էին, եւ դա էր պատճառը, որ 4%-ից ցածր տոկոս էր ստացվել, այնտեղ 0.4 ձայն էր պակասում, տոկոս էր պակասում, որը գրեթե 50-ից 60-ի շրջանակում քվեների մասին է խոսքը։ 50-ից 60 ձայներ, այո։ Մենք իհարկե երբ ուսումնասիրեցինք կենտրոնական ընտրական հանձնաժողովի աղյուսակները, որտեղ տեղամասերով անցկացված էր եւ մեծ մոտիկ խաղվածքները համատության մեջ դրեցինք, տեսանք, որ այստեղ իսկապես թվանկարչություն էր տեղի ունեցել եւ արդյունքում մեր տոկոսները եւ իջեցվել էին, ձայները կորել էին։ Իհարկե ես ունեմ իմ հիմնավորումները, թե ինչու է այդպես եղել եւ կարծում եմ առաջիկայում դրա մասին կխոսենք, բայց խոսելով այսօրվա իրավիճակի մասին, մենք ունենք ճշգրտված փաստորեն տվյալներ, որտեղ 100 ձայն ավելացվել է, միևնույն ժամանակ 555 ընտրատեղամասում տեղի է ունենում վերահաշվարկ եւ այդ վերահաշվարկների արդյունքները մենք կունենանք այսպես օրերի ընթացքում վերահաշվարկները կարող են տեղի ունենալ մինչև ուրբաթ օրը ժամը 14:00-ն, այսինքն այս ընթացքում որքան հասցրեցին, այդքան վերահաշվարկ են անելու եւ մենք առանձին տեղամասերում տեսնում ենք, որ այո, կան ձայներ, որոնք որ անվավեր էին ճանաչվել եւ պետք է վավեր լինեին, հիմա այդ process-ը գնում է։ Հետեւաբար ուրբաթ արդեն կունենանք վերջնական պատկերը։ 17000 անվավեր թերթիկների մեջ է նաեւ այդ անվավեր թերթիկների մեջ է, այո։ Հիմա 100 ձայնը Տիկին Վարդանյան, որ ասում եք 100 ձայնը արդեն ֆիքսված կհնհաստատել է, որ այսքան ձայն պակասեր եւ հիմա դա դուք արդեն ունեք։ 100 ձայնը դրանք այն ձայներն էին, որոնք արձանագրություններով ֆիքսված էին, սակայն չէին անցկացվել, այո, եւ այդ անճշտությունները ԿՀ-ի կողմից ուղղվել են։ Այսինքն հիմա կարող ենք ասել, որ 4%-ը հստակ ունեք։ Այս պահի դրությամբ այո։ Եթե այն մյուս տեղամասեն պատկեր չփոխվի։ Այս պահի դրությամբ այո, եթե վերահաշվարկների արդյունքում պատկեր չփոխվի։ Այսինքն կարող է պարզապես մյուս տեղամասերի դեպքում ասեն մենք Բարգավաճ Հայաստանին ավելի շատ էինք գրել ու սկսեն պակասեցնել այդ միտումները։ Այստեղ հարցը միայն պակասեցնելու հարցը չի, այստեղ նաև անվավերների որքան անվավեր եղած քվեաթերթիկներ վավեր կճանաչվեն եւ որքան կփոխվի տոկոսային հարաբերությունը։ Հիմա նաև պատճառներին եմ ես ուզում անդրադառնալ։ Հիմա որ փուլում է միջամտությունը տեղի ունեցել, որովհետև երկու վարկած կա, մեկը այն է, որ ընդդիմադիր ուժերի եւ հատկապես մենք գիտենք, որ խորհրդարանական ուժեր ունեն հանձնաժողովների անդամներ, մեկը Հայաստան Դաշինքն է, մյուսը Պատիվ ունեմներ։ Ընդդիմադիր ուժերի հանձնաժողովների անդամները եւ նաեւ մյուս ուժերը արդեն ունեն դիտորդների վստահված անձանց հնարավորություն։ Այդ անդամների բաց թողման պատճառով, այսինքն հենց այդ հաշվարկի փուլում եղել են խախտումներ, հնարավոր է խոսակցություններ կան, որ հնարավոր է նրանց, չգիտեմ, վախեցրել են, շահագրգռել են եւ այլ արդյունքներ են գրանցվել։ Եվ կա երկրորդ վարկածը, որ դա ԿՀ-ում արդեն այդ փուլում հստակ ձեր ասած նկարչությունն է տեղի ունեցել։ Երկուսն եղել է իհարկե։ Որովհետև վերահաշվարկը ցույց է տալիս, որ այնուամենայնիվ որոշ ընտրատեղամասերում ձայների հաշվարկները կատարվել են որոշակի խախտումներով եւ երկրորդը ԿՀ-ում, երբ որ այդ հաշվարկված արձանագրությունների հիման վրա մուտք են արվել ձայները, այստեղ տեղի են ունեցել խախտումների երկրորդ փուլը։ Ինչու է այդպես, եւ ես ինչու եմ հակված, որ հատկապես կենտրոնական ընտրական հանձնաժողովում այդ
թվերը մուտք անելուց են եղել խախտումներ։ Գիտեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը բարբերաբար մարդկանց համոզում է, որ դա տեղի է ունեցել տեխնիկական ինչ-որ խնդիրների արդյունքում, տող է փախել, թիվ է փախել, չգիտեմ ինչ է փախել եւ այլն, եւ դրա արդյունքում տեղի է ունեցել այդպիսի վրիպակ։ Բայց մենք ինքներս էլ ականատես ենք եղել այն բանին, որ երբ նույնիսկ 25% քվեաթերթիկների հաշվարկված չէր, իշխող ուժի ղեկավարը ասուլիս հրավիրեց եւ հայտարարեց բոլորին, որ իրենք ունեն այնքան ձայն, որքան ակնկալում էին, նույնիսկ ավելին եւ իրենք ունեն մեծամասնություն եւ այլն, եւ դրանից հետո թարմացումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի առցանց թարմացումը կանգնեց եւ միայն աղյուսակներով էին արդեն տրվում նոր տվյալները եւ միայն առավոտյան էր, որ հետո վերականգնվեց եւ այս ընթացքում առավոտյան հավանաբար Հավանաբար Փաշինյանը հասկացավ, որ իր հայտարարած մեծամասնությունը ինքը չունի եւ այն պարագայում, եթե Բարգավաճ Հայաստանը 4%-ը հաղթահարում է, ապա նա չունի ազգային ժողովում 3/5 հնարավորություն եւ այստեղ լուծումը փաստորեն թվանկարչությամբ հնարավորություն չտալ, որպեսզի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտնվի ազգային ժողովում։ Եվ իհարկե մեր հետևողականության շնորհիվ, մեր ուշադրության շնորհիվ է, որ մենք հայտնաբերեցինք, որ թվերը ամբողջությամբ մուտք չեն արվել եւ հետեւաբար այդ փոքրիկ 0.4000-ական այդ տոկոսը պարզապես իրենց անճշտության հետևանքն է եղել։ Հիմա ձեր բարձրացրած աղմուկի շնորհիվ մյուս ուժերը նույնպես նկատեցին, որ իրենց դեպքում էլ այդ խնդիրը է։ Այսինքն այս դեպքում գուցե խնդիրը ոչ թե հենց բուն Բարգավաճ Հայաստանին թույլ չտալ, որ անցնի խորհրդարան, այլ հստակ բոլոր ուժերի հետ կապված խնդիր է եղել ձայները ավելի ցածր ներկայացնելու։ Խնդիրը հենց կայանում էր նրանում, որպեսզի հնարավորություններ ստեղծեն, որ իշխող ուժը ունենա 3/5-ը։ Եվ այս պարագայում, այո, մի քիչ ավելի ցածր կլիներ մյուս ուժերի ձայները, ուղղակի իրենց պարագայում նաև խորհրդարան անցնող ուժերի պարագայում որքան էլ իջեցնեին, այնուամենայնիվ դրանց տոկոսները շատ ավելի բարձր էր եւ տոկոսային հարաբերակցությունը շատ մեծ չէր լինելու, վճռոց չէր լինելու, այս պարագայում նույնիսկ չնչին տարբերությամբ հնարավորություն է ընձեռվում, որպեսզի իշխանությունը ունենա իր բաղձալի 3/5։ Հիմա գանք իշխանության փաստարկին, շատ լավ գիտեք, նրանք ասում են, այդ կերպ մեզ նպաստեցիք, ծառայություն մատուցեցիք, որովհետև տեսեք, փաստորեն նույնիսկ իշխող կուսակցության դեպքում են եղել սխալներ, եւ եթե դա լիներ դիտավորյալ կազմակերպած, ապա ինչու պետք է մեր դեպքում էլ մեր քվեները ցածր լիներ։ Այսօր նաեւ հայտարարել են, որ 49.8-ից նրանց քվեները բարձրացել են 49.9 եւ իրենք ասում են գուցե այս գործընթացի շնորհիվ մենք արդեն ունենանք հենց իրական 50+-ը։ Ես հակառակը պետք է նշեմ, որ այսօր մի շարք ընտրատեղամասերից տվյալներ էին հրապարակվում, որտեղ հակառակը իրենց ձայները շատ ավելի շատացրել էին, քան իրականում է եղել եւ հակառակը մենք պետք է այստեղ ավելի ուշադիր լինենք, որովհետեւ մեծ է իմ անհանգստությունը, որ իրենց քվեները շատ ավելի շատ են գրել, քան թե եղել է։ Հետևաբար մենք պատկերը իհարկե վերջնական կունենանք 2 օր անց, բայց իրենց փաստարկները պարզապես հերթական մանիպուլյացիաներն են եւ մենք հասկացա, որ այս վերահաշվարկի ժամանակ են իրենց քվեները ավելացրել արհեստականորեն ձեր խոսքը ինչին է ուղղված, որ ասիկ շատացրել են իրենց քվեները։ Վերահաշվարկի ժամանակ են հայտնաբերել, որ ընտրությունների ժամանակ իրենց քվեները շատ ավելի քիչ են եղել, քան ներկայացվել են։ Այսինքն հիմա գուցե իրենցը պակասի, որովհետև թվեր էին հրապարակում, որ հակառակը բարձրացել է այս դեպքում։ Առանձին տեղամասերում, այո, եւ հետեւաբար, տեսեք, ես շատ զգույշ եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության քվեների հետ կապված հայտարարություն անելիս, որովհետեւ երբ ինձ հարցնում են 4%-ի շեմը հաղթահարել եք, ասում եմ այս պահի դրությամբ այո, բայց պետք է տեսնենք վերահաշվարկի արդյունքները ինչպիսին են։ Իհարկե ես կուզենայի իրենց այդ ինքնավստահությունը, որ իրենց նման արդեն հայտարարեի, որ 0.8-ից դարձել է 9, հա, դուք էլ կարող եք ասել 4 է դարձել արդեն։ Այստեղ ամբողջ խնդիրը նրանումն է, որ վերահաշվարկը դեռ process-ի մեջ է եւ այս process-ում դեռ բազմաթիվ ընտրատեղամասերում, այո, ճշգրտումներ պետք է լինեն եւ կարող է պատկեր փոխվի, որովհետեւ օրինակ Երևանի բոլոր ընտրատեղամասերում վերահաշվարկ է կատարվելու եւ որքանով որ հասցնեն, որովհետև դիմել են Երևանի բոլոր ընտրատեղամասերում վերահաշվարկ անելու պահանջով եւ կարծես Արման Թաթոյանն է դիմել Երևանի համար։ Արման Թաթոյանն է դիմել եւ դա նշանակում է, որ պետք է փորձեն հնարավորինս արագ
իրականացնել վերահաշվարկը, որպեսզի կարողանան բոլոր ընտրատեղամասերի արդյունքները վերանայեն։ Տիկին Վարդանյան, տեսեք, հիմա դուք դեռ զբաղված եք վերահաշվարկի գործընթացով, կան ուժեր, որոնք արդեն մեկ քայլ առաջ են հայտարարել, ասել են նաև վիճարկելու ենք սահմանադրական դատարանում։ Հիմա եթե փորձենք մի փոքր առաջ գնալ եւ ենթադրենք, որ դուք 4%-ի շեմը հաղթահարում եք, այդ դեպքում որքանով եք ճիշտ գտնում սահմանադրական դատարանում վիճարկել այս ընտրությունների արդյունքները, դուք 5 տարի աշխատել եք ընդդիմադիր պատգամավոր, շատ եք առնչվել սահմանադրական դատարան դիմելու, հետո այդ 21 թվականին նաև Հայաստան դաշինքը դիմել էր սահմանադրական դատարան։ Հիմա իմաստ կա նորից դիմել այդ մարմնին։ Գիտեք, եթե մենք ակնկալում ենք, որ սահմանադրական դատարանից պետք է ստանանք այնպիսի որոշում, որը որ կբավարարի ընդդիմության եւ նաեւ ընդդիմադիր հայացք ունեցող մեր հասարակության անդամների սպասելիքները, կարծում եմ միամտություն է, բայց ես միևնույն ժամանակ գտնում եմ, որ կան մեխանիզմներ, որոնք այնուամենայնիվ այդ մեխանիզմներից պետք է օգտվել եւ սահմանադրական դատարան դիմելը նաեւ հերթական անգամ հնարավորություն է տալիս բարձրացնելու բոլոր ընտրախախտումներին վերաբերող խնդիրը։ Տեսեք, երբ որ դուք դիմում եք սահմանադրական դատարան, չեք դիմում պարզապես քվեարկության հետ կապված խնդիրների հարցով։ Ամբողջ սահմանադրական դատարան դիմում ես ամբողջ ընտրական գործընթացի հետ կապված խախտումների արձանագրման ակնկալիքով։ Այսինքն, այստեղ շատ կարևոր է, որպեսզի նաև դիմումի մեջ հերթական անգամ բարձրաձայնվի են բոլոր խախտումները, մատնանշվի են բոլոր խախտումները, որոնք որ տեղի են ունեցել ընտրական process-ի ընթացքում, հակառակ պարագայում կստացվի, որ մենք բոլորս հաշտեինք այն բոլոր խախտումների հետ, որ իրականացրել են այս իշխանությունները, բայց ակնկալիք ունեմ, սպասելիքներ ունեմ, որ այս սահմանադրական դատարանը կկայացնի որոշում, որը կհամապատասխանի օրենքին եւ իրավունքին, իհարկե ոչ, բայց դա չի նշանակում, որ այս գործիքից չպետք է օգտվել։ Բայց կա նաև մեկ այլ տեսակետ, դուք օգտվում եք գործիքից, դուք ենթադրություն չունեք, լավատեսական այսպես ենթադրություն չունեք, որ սահմանադրական դատարանը կբավարարի ձեր դիտումը եւ կհամարի ընտրությունները կեղծված կամ կնշանակի նոր ընտրություններ, դրանից հետո արդեն հստակ որոշում կայացնելու փուլն է գալիս, մանդատները վերցնելու, խորհրդարան գնալու։ Հիմա կա հստակ տեսակետ, որ եթե սահմանադրական դատարանի փուլից հետո ընդդիմությունը վերցնում է մանդատները, նշանակում է նա ընդունեց ընտրությունների արդյունքները եւ լեգիտիմացրեց այդ ընտրությունները։ Անկախ ամեն ինչից սահմանադրական դատարանի որոշում կլինի եւ թե որոշում չի լինի, այնուամենայնիվ ընդդիմությունը կանգնելու է մանդատներ վերցնել կամ չվերցնելու հարցի առջեւ։ Այսինքն սահմանադրական դատարանը ինչ կարձանագրի, թե չի արձանագրի, անկախ դրանից մանդատներ վերցնել չվերցնելու հարցը որոշվելու է եւ եթե ընդդիմությունը գնում է մանդատները վերցնելու ճանապարհով, ապա գտնում է, որ դա իրեն հնարավորություն պետք է տա շարունակելու իր պայքարը նաեւ այդ եղանակով։ Այսինքն ուզում եմ ասել, այստեղ լեգիտիմացնելու կամ չլեգիտիմացնելու խնդիր չկա։ Սահմանադրական դատարանը, եթե նույնիսկ արդյունքները ճանաչի իրավաչափ, ապա այս պարագայում process-ը միևնույնն է շարունակվում է։ Ո՞րն է ձեր տեսակետը, Տիկին Վարդանյան, այդ կարևոր լինել չլինելու հարցի նման հիմա վերցնել մանդատները, թե չվերցնել, ես դարձյալ ուզում եմ շեշտադրում կատարել նաև ձեր փորձի վրա, որովհետև դուք 5 տարի եղաք խորհրդարանում, բազմաթիվ կոչեր էին նախ չվերցնել մանդատները 21 թվականին, հետո մանդատները վայր դնել, նույնիսկ մինչև երևի վերջին օրը այդ կոչերը կային մանդատները վայր դնելու։ Հիմա փաստորեն ստացվում է, որ գուցե նույն այս փուլերով դուք անցնեք։ Ձեր տեսակետը որքանով է արդյունավետ այդ ընդդիմադիրի մանդատը վերցնել եւ գնալ այս խորհրդարան։ Այստեղ երկու կարևոր հանգամանք կա։ Նախ առաջինը ինչպիսի կոնֆիգուրացիա կլինի վերջո։ Եթե հունիսի 14-ի վերջնական արդյունքները հայտարարելուց հետո պարզվում է, որ իշխանությունը ունի իր բաղձալի 3/5-ը, ապա ազգային ժողովում ընդդիմության աշխատանքը բոլորովին այլ բնույթ է կրելու, քան կրել է նախորդ գումարման ազգային ժողովում, որովհետև երբ իշխանությունը ունի 3/5, ինքը զրկված է լինում բազմաթիվ հնարավորություններից, խոսքը վերաբերում է սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելուն կամ սահմանադրական օրենքներ ընդունելին, պաշտոններ նշանակելուն, կարևոր պաշտոններ նշանակելուն, այսինքն այլևս ինքը հնարավորություն չի ունենալու, օրինակ բերել եւ ընտրել չէ, ես նույնիսկ ընտրել բառը չեմ ուզում օգտագործել, այլ նշանակել
հա, գլխավոր դատախազ, որը որ պարզապես կծառայի իրենց եւ կսպասարկի իրենց շահերը։ Այսինքն այս առումով իրենք սահմանափակված են լինելու եւ այս կոնֆիգուրացիայի պարագայում իհարկե պայքարի գործիքները բոլորովին այլ են լինելու։ Այլ կլինի, եթե կոնֆիգուրացիան փոխվի եւ իշխանությունը ունենա 3/5-ը, դա կնշանակի, երբ Բարգավաճ Հայաստանը չի անցնում, այս դեպքում կնշանակի, որ մենք ունենանք նույն խորհրդանի պատկերը, ինչ որ եղել է նախորդ գումարման ազգային ժողովում։ Հիմա մանդատներ վերցնել, չվերցնելու եւ հետևանքների մասին, եթե մենք խոսենք։ Այստեղ ես վստահ եմ հարցնելու եք այն հարցը, որ բոլորը տալիս են, եթե Շեմը հաղթահարած ուժերը մանդատները չեն վերցնում, ապա արդյոք այլ ուժեր հայտնվում են պարլամենտում, թե ոչ։ Իրավաբանների կարծիքները կիսվում են եւ հատկապես այսպես իշխանական, պրոիշխանական որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ քանի որ պահանջ կա, որ ազգային ժողովում պետք է ներկայացված լինի 3 ուժ, ապա այս դեպքում համադական դատանը կարող է հաջորդ կարգավորել հարցը։ Հաջորդ ուժերը կարող են ներկայացված լինել պարլամենտում եւ ես օրինակ կարող եմ ասել ոչ իրավունք չունեն եւ այդպես էլ գտնում եմ, բայց ես նաեւ այն մարդն եմ, ով տեսել է, որ այս իշխանությունների համար իրավունք չունենալը երբեք կարմիր գիծ չի եղել եւ իրենք արել են այնպես, ինչպես հարմար են գտել եւ այս պարագայում էլ չկան այն ատյանները, որոնց միջոցով հնարավոր կլինի ազդել այս իշխանության վրա, այսինքն միջազգային կառույցներ եւ այլն բնականաբար աչքերը փակելու են, այնպես ինչպես միջազգային կառույցները ոչինչ չասեցին այս 5 տարվա ընթացքում եւ նույն օրենքով եւ սահմանադրությամբ նախատեսված հանձնաժողովները, որոնք որ ընդդիմությանն էին, այդ հանձնաժողովները այդպես էլ չունեցան նախագահներ կամ փոխնախագահներ կամ ազգային ժողովի փոխնախագահը, այսինքն ընդդիմության հաստիքը քվոտայով նախատեսված այդ աթոռը մշտապես դատարկ եղավ։ Հետևաբար ուզում եմ ասել այս պարագայում, այո, ուզում եմ ասել այս պարագայում ես կարող եմ ասել եւ շատերը կարող են ասել իրավունք չունեն, բայց դա հարցի մի կողմն է, որովհետեւ մենք գիտենք, որ իրենց համար իրավունքը բացարձակապես կարմիր գիծ չէ։ Հաջորդ կարևոր հանգամանքը, թե արդյոք դա կառաջացնի իրավական հետևանքներ կամ քաղաքական հետևանքներ։ Ճգնաժամ, ինչպես ասում։ Այո, խոսքը ճգնաժամի մասին է։ Իրավական հետևանք չի կարող առաջացնել, որովհետև ազգային ժողովի արձակման հիմք դա չի հանդիսանում, քաղաքական ճգնաժամ կստեղծի թե ոչ, դժվարանում եմ ասել։ Դե եթե կարողանան լրացնել, վստահ չի ստեղծելու։ Այո, վստահ չի ստեղծվելու։ Եվ հետևաբար այս պարագայում ես հետևյալ մոտեցման կողմնակիցն եմ, որ անկախ ամեն ինչից որոշումը պետք է լինի միասնական։ Այսինքն ընդդիմադիր ուժերը, որոնք որ հայտնվելու են ազգային ժողովում, միասնական պետք է որոշում կայացնեն մանդատներ վերցնել չվերցնելու վերաբերյալ, միևնույն ժամանակ երկու պարագայում էլ պետք է եւ վերցնելու եւ չվերցնելու պարագայում հիմնավորեն այսպես ազնիվ, հա, անկեղծ մարդկանց հետ խոսեն եւ հիմնավորեն, թե ինչու են վերցնում մանդատները եւ վերցնելու պարագայում ինչ քայլեր ակնկալել իրենցից, ինչու չեն վերցնում մանդատները մյուս երկրորդ տարբերակի պարագայում եւ այս պարագայում որոնք են լինելու իրենց հաջորդական քայլերը։ Այսինքն այդ ինքնանպատակ չպետք է լինի մանդատ վերցնել կամ չվերցնելը եւ երկու պարագայում էլ պետք է հիմնավոր լինի որոշումը եւ նաեւ այդ որոշումը պետք է ունենա ճանապարհային քարտեզ, թե որոնք են լինելու հաջորդական քայլերը, բավարարելու հասարակության այն սպասումները, որոնք վերաբերում են այս իշխանությունից ազատվելուն։ Հիմա օրինակ եկեք փորձենք պատկերացնել, հա, եթե չեք վերցնում մանդատները, ընդդիմությունը եթե չի վերցնում, դրանից հետո ինչ կարող անել, փողոց կարող է գեներացնել։ Ես կարծում եմ, որ այս պահին այլևս պահը բաց է թողնում, օրինակ մանդատները վերցնել եւ փողոց գեներացնել։ Այսինքն սրանք իրար հետ հակասության մեջ մենք տեսանք բազմաթիվ նման փորձեր, երբ կար մանդատներ եւ կար փողոցի գեներացում, որը շատ շուտ մարում էր, հետո նորից ընդդիմությունը վերադառնում էր խորհրդային արդյունքներ։ Ես ուզում եմ ասել, սրանք իրար հետ հակասության մեջ չպետք է դրվել։ Այսինքն բանը հիմնավորումը որ մանդատները մի վերցրեք փողոցային պայքար նախաձեռնեք հիմնավորումը երևի վերաբերում է ձեզ ընտրողների տրամադրության մեջ, այսինքն երբ նրանց տրվել են
առավելապաշտական սպասելիքներ, որ մենք շուտով իշխանություն ենք վերցնելու, որ Նիկոլ Փաշինյանին մնացել է մի քանի օր, դրանից հետո ասել մենք գնում ենք մանդատ վերցնենք զուգահեռ փողոց գեներացնենք, մարդիկ հիշում են այն տարիները ու մտածում են դե լավ անիմաստ է, հիմա մի 5 տարի էլ Փաշինյանը լինելու է իշխանության։ Ես դրա համար ասում եմ, որ երկու պարագայում էլ պետք է ընդդիմադիր ուժերը հիմնավորեն, թե իրենք ինչու են գնում այդ ճանապարհով եւ նաեւ ներկայացնեն, թե որոնք են լինելու հաջորդական քայլերը։ Այսինքն երկու պարագայում էլ մանդատ վերցնելը եւ մանդատ չվերցնելը ինքնանպատակ չպետք է լինի։ Եվ եթե դուք հիմա ինձ հարցնեք, օրինակ, այս պահին ես ինքս չունեմ տեսակետ, վերջնական տեսակետ, մանդատները պետք է վերցնել, թե չպետք է վերցնել, որովհետեւ ես ինքս էլ պետք է հասկանամ, թե հաջորդական քայլերը որոնք պետք է լինեն։ Հետևաբար ես այստեղ ամենևին նրա համար չեմ, որ պաշտպանեմ կամ հակառակը քննադատեմ մանդատներ վերցնելու այդ process-ը, բայց ես նաև գիտեմ, որ շատ հնարավոր է եւ շատ կարելի է ճիշտ քայլերի հաջորդականություն որոշել, որոնց արդյունքում հնարավոր կլինի հասնել որոշակի արդյունքների։ Հիմա, երբ որ մենք խոսում ենք նաև մարդկանց ձայների վերաբերյալ, եկեք ֆիքսենք, հա, ընդդիմությունը իսկապես հսկայական ձայներ է հավաքել, եւ եթե մենք հաշվում ենք նաև իրապես ընդդիմադիր ուժերին տրված ձայները, որոնք որ խորհրդանում չեն հայտնվել, ապա մենք կարող ենք ասել, որ գրեթե հավասար ձայներ են այս դեպքում տրվել իշխանությանը եւ նրանց մեղավորությունը կա այն ուժերի, որոնց բարբերաբար կոչեր էր արվում, որ մի մասնակցեք ձայները կփոշիացնելու, նրանք մասնակցեցին եւ հասկացանք, որ իսկապես բավական շատ ձայն փոշիացավ եւ դրա շնորհիվ Նիկոլ Փաշինյանի ձայները բարձրացան։ Նրանց պատասխանատվությունը այս իրավիճակում կա թե չկա, որովհետեւ նրանք են հիմնականում հիմա կոչեր անում, այդ թվում եւ նրանք որ մի վերցրեք մանդատները։ Իհարկե, այստեղ նաեւ կա այդ խնդիրը, որովհետեւ կհիշես, որ հենց ընտրություններից առաջ նույնիսկ մինչեւ նախընտրական քարոզարշավը սկսվել է, նախընտրական քարոզարշավի ընթացքում էլ եւ այլն, բարբերաբար կոչեր կար, որ գնան մեծ միավորներով, որպեսզի մեկ ճամբարով, մեկ ընդդիմադիր, այո, գիտեք, չէ, կարող է մեկ ընդհանուր միասնական ճակատ չլիներ, բայց պետք է ճիշտ հաշվարկվեր հնարավորությունները ուժերի եւ եթե այն ուժերը, ովքեր որ խոսքը այն ցածր ձայներ հավաքող ուժերի մասին է, այո, այդ ուժերը եթե իսկապես ուզում էին մասնակցել ընտրություններին, տարբեր քաղաքական ուժեր բաց էին համագործակցության համար եւ իրենք հնարավորություն ունեին օգտվելու այդ համագործակցությունից եւ չփոշիացնելու այդ ձայները։ Ամբիցիաներն ես կարծում եմ տարբեր պատճառներ են եղել, սկսած անձնական պատճառներից մինչև քաղաքական որոշակի սխալ հաշվարկներ։ Տիկին Վարդանյան, տեսեք, կա նաև մեկ տեսակետ, որ ընդդիմությունը պահը խոսքը այս պահի դրությամբ վերաբերում է 3 ընդդիմադիր ուժերին, այդ թվում Բարգավաճ-Հայաստանին, որոնք անցողիկ շեմը հաղթահարել են։ Պահը բաց են թողել, որովհետև երբ դուք խոսում եք, որ Նիկոլ Փաշինյանը գիշերը ասուրից հրավիրեց ճշում գործադրեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա, երբ դուք վստահ պնդում եք, որ այս ընտրությունների արդյունքները կեղծված են, այդ ժամանակ երբ նախընտրական չէ, հենց ընտրական Հայաստանն էր եւ հասարակությունը լարված սպասում էր եւ գուցե քաղաքացին այդ պայն պատրաստ էր տեր լինելու իր քվեին, ապա ընդդիմությունը պետք է կարողանար այդ մարտական կոչը անել, մարդկանց հանել դուրս, փորձել նույնպես ճնշում գործադրել կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա, փորձել նույնպես հայտարարել, որ մենք ենք հաղթել այս դեպքում։ Դուք այս տեսակետին ինչպես եք վերաբերում քննադատության, ես կասեի։ Ես կարծում եմ, որ իհարկե այսպիսի քննադատությունը կյանքի իրավունք ունի, բայց ես կարծում եմ, որ պետք է շատ ավելի ռացիոնալ լինեին հաշվարկները։ Այսինքն ես չեմ տեսնում այդտեղ ռացիոնալ հնարավորություն, որ փողոց դուրս գալու արդյունքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանդեպ կլինեին ճնշումները, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովը ղեկավարում է մի մարդ, ով Փաշինյանի աշխատողն է եղել շատ երկար ժամանակ, հետո գիտեք, որ ԿՊ անդամ է եղել եւ հետո հանկարծ հայտնվել է անկախ մարմնում եւ որքան էլ մենք մեզ համոզենք, որ սահմանադրությամբ այդ մարմինը անկախ է, մենք բոլորս էլ տեսնում ենք, որ այստեղ անկախության մասին ընդհանրապես խոսք չկա։ Երբ արդեն վերցնեք մանդատները, ընդդիմությունը վերցնի մանդատները, դա ցուցակների հուսալիությունն է հավատարմության։ Շատերը հիշում են նախորդ գումարման խորհրդարանում
թեև դեռ աշխատանքը կարծես շարունակում է, ամեն դեպքում շատերը հիշում են, որ բոլոր խմբակցություններից եղան մարդիկ, ովքեր դուրս եկան, իրենց հռչակեցին անկախ падգամավորներ, օրինակ Հայաստան դաշինքից Գեգամ Նազարյանն էր, Պատիվ ունեմից Իշխան Զաքարյանն էր, դե քաղաքացիական պայմանագրին այսպես կարծում եմ իմաստ չունի անդրադառնալը։ Հիմա ասում են, այդ ցուցակներով կարող եք գնալ նորից խորհրդարան, օրինակ քաղաքացիական պայմանագրին 3/5-ի համար, եթե չեմ սխալվում, 2 ձայն է պետք, 2/3-ի համար 6 ձայն է պետք եւ նրանց համար խնդիր չէ այդ մարդկանց կարողանալ իրենց կողմը քաշել։ Ձեր մեկնաբանություն, դուք վստահ եք օրինակ ձեր ցուցակի հուսալիության վրա։ Գիտեք, շատ բարդ բան եք ասում, որովհետեւ մարդկային այդ գծերը շատ յուրաքանչյուրի դեպքում առանձնահատուկ են եւ շատ բարդ է երաշխիքներ տալ մարդկանց համար, որովհետեւ օրինակ ես կարծում եմ, որ եթե ինձ 2021 թվականին հարցնեիք, ես Գեգամ Նազարյանի համար երաշխիք կտայի եւ կասեի, որ Գեգամ Նազարյանը բացառվում է, որ կլինի անկախ падգամավորի կարգավիճակում, այսքանով բավարարվենք, հա, բայց ես միևնույն ժամանակ գիտեմ, որ մի անգամ այդ ճանապարհով անցած ուժերը շատ ավելի զգույշ են եղել իրենց ցուցակները կազմելու հարցում, այն առումով, որպեսզի հաջորդ անգամ չկրկնվի այն խնդիրները, որոնք ունեցել են նախկինում։ Հիմա ԲՀԿ զգույշ եղել է։ Այո, ես կարծում եմ, որ քաղաքական ուժերից յուրաքանչյուրը շատ երկար ծանրութեթև է արել եւ կշրջատել է իր ցուցակները կազմելիս։ Կարծում եմ այսքանը բավարար է։ Բայց նկատի ունեք ամբողջությամբ բացառել հնարավոր չէ։ Եթե գործունենք մարդկային ֆակտորի հետ։ Ես այսպես ասեմ, հա, մարդկային ֆակտորը միշտ կա եւ այդ անհանգստությունը ես կարծում եմ նույնիսկ քաղաքացիական պայմանագիրը ունի, որովհետեւ որքան էլ օրինակ Փաշինյանը իր թիմակիցներին կարող է շանտաժի ենթարկել եւ ունենալ կոմպրոմատներ իրենց նկատմամբ եւ այլն, բայց կարծում եմ, որ նույնիսկ քաղաքացիական պայմանագրի պարագայում ինքն էլ ունի անհանգստություն եւ մտավախություն, որ ինչ որ մի պահի կարող է մարդկային ֆակտորը գործել եւ ես կարծում եմ իրականում մենք ոչ շատ երկար ժամանակ անց հենց դրան էլ ականատես ենք լինելու բայց ելի եմ ուզում կրկնել այնուամենայնիվ բոլոր ուժերը նկատի ունենալով զարգացումները որոնք եղել են նախկինում փորձել են կազմել այնպիսի ցուցակներ որոնց պարագայում կլինի ավելի վստահելի եւ ավելի կանխատեսելի իրավիճակ։ Եվս մեկ կարևոր խնդիր, հիմա ընդդիմադիր ուժերը սկսել են խոսել նորից սկսել են խոսել impeachment-ի հնարավորության մասին, մենք դարձյալ 5 տարի անդադար լսել ենք դրա մասին։ Ես միշտ ասում եմ, որ գեթ մեկ падգամավոր իշխանական ընդդիմությունը չկարողացավ համոզել եւ մասնակիցը դարձնել այդ գործընթացի։ Հիմա երբ խոսք է գնում, որ այս անգամ ավելի լավ է, ուղիղ կեսն է անհրաժեշտ, 9 падգամավոր է անհրաժեշտ, այսինքն ընդդիմության գործը ավելի հեշտանում է։ Սա որքանով է արդար հասարակության հանդեպ, այսինքն ճիշտ սպասելիք է հասարակության մոտ գեներացվելու, որ հիմա 9 падգամավորը մենք կարողանանք համոզել եւ արդեն impeachment-ը մենք իրականացնենք։ Նախ եկեք սկսենք նրանից, որ առաջիկա 1 տարվա ընթացքում դա հնարավոր չի լինելու, որովհետեւ անկախ ամեն ինչից դա օրենսդրական պահանջ է եւ այս պարագայում 1 տարվա ընթացքում այդպիսի սպասելիքներ ստեղծելը կարծում եմ տեղին չէ, բայց միևնույն ժամանակ ես գտնում եմ, որ այս 1 տարվա ընթացքում քաղաքական գործընթացները կարող են այնպիսի զարգացում ունենալ, որ 1 տարի հետո հավանական դառնա նաև impeachment-ի հնարավորությունը։ Բայց ես կարծում եմ, որ չի կարելի հասարակության մոտ սին սպասելիքներ ստեղծել եւ ընդհակառակը պետք է այս ընթացքում շատ ավելի, այո, ճիշտ եւ ռացիոնալ պլանավորել հենց այս պահի գործողությունը։ Իդեպ ԿՊԱ-կանները սկսել են այսպես հեգնել, ծաղրել եւ ասում են դուք չկարողացաք մեզնից որևէ մեկին համոզել, դե եկեք հիմա փորձեք համոզել, տեսեք կարողանաք մեզ համոզել, բայց փոխարեն ասում են մենք կարող ենք ընդդիմությանը բերել մեր շարքեր խոսքայինի ասած գողության մասին էր իշխանականների։ Գիտեք, ոչ մի բան հավերժ չէ եւ օրինակ որևէ մեկը չէր պատկերացնում, որ ԿՊԱ-ական 2 падգամավոր մի օր կհայտնվեն անկախ падգամավորների շարքերում կամ որևէ բան հավերժ չէ եւ այս իշխանությունն էլ հավերժ չի լինելու։ Հետևաբար այսպես մեծամտորեն խոսելը եւ այլն իմ գնահատմամբ երբեք բան ուժին բնորոշ չի եղել եւ դա
նաև իրենց թուլության մասին է խոսում, որովհետև իրենք շատ հաճախ իրենց մտավախությունները բարձրաձայնում են, փորձելով այն վերագրել մնացած ուժերին։ Տիկին Վարդան, դուք բացառում եք, որ Գագիկ Ծառուկյանը կարող է գնալ գործարքի, Այո, բացառում եմ։ Եվ սրանով արդեն կարծում եմ կարելի է սահմանափակվել։ Այո, բացառում եմ եւ կարծում եմ դա մանիպուլյացիաներն են, որոնք որ այս իշխանության կողմից բարբերաբար շահարկվել են եւ շահարկվելու են, որպեսզի նաեւ հանրային տրամադրությունները դրանով փոխեն։ Որովհետև այո, դուք արդեն կանխեցիք իմ հարցը, շատ լավ տեղյակ եք, որ կան խոսակցություններ, դրա աղբյուրը նաև եղավ Հովիկ Աղազարյանը, որը հիմա էլ կարծես հակառակը ասում է Գագիկ Ծառուկյանը մերժել է, չգիտեմ այդ տեղեկությունները նրան որտեղից, բայց մենք գիտենք, որ Գագիկ Ծառուկյանի վրա կարող են լինել ճնշումներ եւ որպես բիզնեսմեն եւ քրեական գործերի առումով եւ նաեւ շատ հստակ երեք իմացանք, որ քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու, հարկերը թաքցնելու այսպես նպատակով եւ գուցե այդ քրեական գործի բերումով կարողանան այնուամենայնիվ ազդեցություն ունենալ նրա վրա կամ նպատակ այդ քրեական գործի հենց դա էր, որ փորձեն ազդել նրա վրա։ Վստահ եմ, որ քրեական հետապնդումը նաև այդպիսի նպատակ ունի ճնշումներ գործադրել, բայց սա առաջին քրեական գործը չէ, հա, որ հարուցվել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, նույնիսկ մենք գիտենք, որ այսօրվա ոչ վստահելի, եթե մեղմ արտահայտվեմ կամ միգուցե ավելի ճիշտ կլինի ասել կցորդ դատական համակարգի պարագայում այնպիսի մի շինծ ու գործ էին հորինել, որ Գագիկ Ծառուկյանը արդարացվեց։ Հիմա կկարողանան արդյոք այսպիսի քրեական գործերով կամ տնտեսական գործունեության նկատմամբ հետապնդումներով ազդեցություն ունենալ Ծառուկյանի նկատմամբ, ես կարծում եմ Ծառուկյանը դրան ինքը շատ լավ պատասխանել է, դա այն է, որ ոչինչ չունի այն արժեքը, ինչ հայրենիքը, եւ հետեւաբար կարծում եմ դրանով բոլոր հարցերի պատասխանները արդեն տրված են։ Իդեպ սրա հետ կապված մեկ իրավական ճշգրտում, դատախազությունը պետք է դիմեր կենտրոնական դրական հանձնաժողով, որովհետեւ այսօր Հովակիմյանը ասում հանձնաժողովի նախագահը ասում էր, որ եթե սա նախկինում հարուցված գործ է մինչև նրա падգամավորի տեխնացուի կարգավիճակ ստանալ, ապա այս դեպքում պետք չէ որ դիմեն ԿՀ եւ Գագիկ Ծառուկյանի փաստաբանը կարծեմ ասաց, որ 19 թվականի հարուցված գործ է, որի մասին նոր եք իմացել։ Հարցն է անունն է, որ նույնիսկ գործը եթե հարուցված է եղել 2019 թվականին, ապա մեղադրանքը առաջադրվել է նոր։ Հետևաբար այս պարագայում այո, ելի անձեռնմխելիությունը պետք է հաղթահարվեր կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջոցով, բայց ելի գալիս ենք նրան, երբ մենք խոսում ենք իրավունքից, ապա եւ օրենքից, ապա դա երբևէ վերաբերելի չէ այս իշխանությանը։ Տիկին Վարդանյան, եւ վերջում գալով սահմանության փոփոխությանը, հիմա ինչ որ առումով նշվում է, որ սա ընդդիմության հաղթանակն է գոնե նրանով, որ Նիկոլ Փաշինյանին չի տվել 2/3, անհրաժեշտ 2/3-ը սահմանադրությունը փոփոխելու համար, բայց այսօր Արդարադատության նախարարը Սրփոյ Գալյանը իր ճեպազրույցում շատ կարճ մի ձևակերպում է անում, որը գուցե մտածելու տեղիք է տալիս։ Նա ասում է այո, սահմանադրությունը փոխելու համար պետք է 2/3, բայց նաև հաշվի առնենք, որ սահմանադրական հարակվեն մեր ժողովրդի ուղակի իրավունքն է եւ ասում է այսքանով սահմանափակենք։ Այսինքն այս դեպքում նույնպես հնարավոր է ինչ որ օրենքի այսպես հնարավորություններ գտնել եւ փորձել նույնիսկ առանց 2/3-ի դա իրականացնել։ Ես կարծում եմ, որ իրենք կփորձեն դիմել աճպարարությունների, որովհետեւ Ադրբեջանին տվել են հստակ խոստումներ եւ պարտավորություններ են ստանձնել եւ գնալու են այդ պարտավորությունների ճանապարհով։ Բայց եթե մենք խոսում ենք օրենքի եւ իրավունքի տեսակետից, ապա ես միանշանակ կարող եմ ասել ոչ իրավունք չունեն, բայց երբ մենք խոսում ենք մեր իշխանությունների մասին, ապա ես կարծում եմ, որ իրենք կդիմեն հերթական աճպարարությանը։ Միգուցե սահմանադրական դատանի ինչ որ որոշում կդիմեն եւ ինչ որ որոշում կստանան, կամ միգուցե այնպիսի մի օրենսդրական ձևակերպում կընդունեն, որը որ էլի իրենց շրջանցելու հնարավորություն կտա, բայց դա իհարկե լինելու է հակասահմանադրական, դա լինելու է հակաիրավական եւ բնականաբար հետևանքները եւս կասկածի տակ է դնելու, բայց որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի հասնեն այդ նպատակի, միանշանակ է, որովհետեւ ստանձնած պարտավորությունները պետք է կատարեն։ Ես շնորհակալ եմ ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորի տեխնացու Էլինար Վարդանյանի հետ։ Մենք կհանդիպենք։ Լավ եղեք։